2026 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստի աշխատանքներ օրակարգի նախագծի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտողություններ չկան։ Օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը։ Դեմ չունենք, օրակարգ հաստատված է, քննարկում է չզեկուցվող հարցերի փաթեթը, փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտարկումներ չկան։ Քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Դեմ չունենք, փաթեթը ընդունված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը։ Հարց համար 32 էլեկտրաէներգիայի պայստավորումը լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ նախատեսելու վերաբերյալ հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան, համեցեք պարոն Խուդասյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում էներգետիկայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, լիցենզավորման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Մեծարգո վարչապետ, խոսքը կուտակիչ կայանների լիցենզիա տրամադրելու մասին է։ Այս նախագծով առաջարկում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել, խոսքը պահեստավորման լիցենզիան է։ Կառավարության լիազորված մարմնի կողմից առաջարկի հիման վրա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսուհետ կտրամադրի լիցենզիաներ և նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն։ Միաժամանակ կտրվի հնարավորություն նաև շուկայի կանոններին համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք, լիցենզավորման ենթակա չլինի մինչև 1 մեգավատ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատից ավել հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը, խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Խուդասյան։ Ըստ էության այս նախագիծը կուտակիչ կայաններ ստեղծելու մասին է։ Նախ ուզում եմ հասկանալ ինչու կա այս որոշման անհրաժեշտությունը եւ մինչեւ հիմա մարդիկ արդյոք այդ կուտակիչ կայանները ունենալու հնարավորություն չունեին։ Մեծարգո վարչապետ, փաստացի օրենքով կարգավորում նախկինում երբեք չենք ունեցել, որովհետև դրա անհրաժեշտությունն էլ չի եղել։ Վերջին տարիների ընթացքում է, որ այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Այսուհետև հնարավորություն կունենա ազգային ժողովի կողմից հաստատվելու եւ համապատասխան ենթահորիզոնակական ակտեր ունենալուց հետո այլևս կկարողանան պահեստավորել իմ ասած տրամաբանությամբ, այսինքն մինչև 1 մեգավատի դեպքում լիցենզիայի անհրաժեշտություն չի լինի, դրանից ավել սեփական կարիքների համար էլի լիցենզիայի անհրաժեշտություն չի լինի, մնացած բոլոր դեպքերում կպահանջվի լիցենզիա։ Ինչի ենք մինչև 1 մեգավատը առանձնացրել լիցենզիայից, որովհետև հիմա մինչև 150 կիլովոլտ հզորությամբ կայանները այս պահին էլի դա լիցենզավորված գործունեություն չի եւ այդ դեպքում փորձել ենք այս թույլատրելի ծավալը կապել մինչեւ 1 մեգավատի հետ, այսինքն նրանք ովքեր ունեն մինչեւ 150 կիլովոլտ հզորությամբ կայաններ, նրանք կկարողանան մինչեւ 1 մեգավատ առանց լիցենզիայի ունենալ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Սա մի շատ կարևոր բարեփոխման մեկնարկն է ըստ էության եւ իրավական կարգավորումների շրջանակ նախատեսող փաթեթն է, որովհետեւ ինչպես պարոն Խուդասյանն նշեց արդեն, մենք նախատեսում ենք որպես կարգավորվող գործունեության տեսակ, բայց այս ռեֆորմը ունի բովանդակային մաս, որը պետք է իր լրացումներով գա։ Ձեր հարցին, թե արդյոք մինչև այսօր չէին կարող այդ գործունեությամբ զբաղվել, կարող էին, բայց դա տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից իմաստ չունի, որովհետև ամբողջ համակարգը կուտակիչ է հանդիսանում արտադրողների համար եւ մեր կարգավորումները այնպիսին են, որ առանց լրացուցիչ ծախսանելու կարող են արտադրել ավելցուկը տալ համակարգին, հետո հետ վերցնել այն ժամանակ, երբ որ դրա կարիքը ունեն։ Եվ ցավոք սրտի մեր համակարգային խնդիրները առաջանում են նաեւ այն պատճառով, որ տալիս են համակարգին այն ժամանակ, երբ որ համակարգը դրա կարիքը այդքան էլ չունի, բայց վերցնում է հարկադրաբար եւ վերադարձնում է այն ժամանակ, երբ որ համակարգը այդքան չունի հնարավորություն վերադարձնելու։ Այս կուտակիչները հենց այն
բարձիկներն են, որոնք որ պետք է համակարգային կայունություն ստեղծեն երկարաժամկետում։ Մենք սրա հետ միասին առաջիկա ամիսների ընթացքում պետք է նախարարության նաև գործընկերների հետ մեծ աշխատանք կատարենք սակագնային քաղաքականությունը վերանայելու հարցում, որովհետև մինչև սակագնային քաղաքականությունը, այսինքն տնտեսական բաղադրիչը չկառուցվի այնպես, որ ներդրումները դառնան շահավետ, համակարգի մեծ նկարը չի ամբողջանա։ Հետևաբար սա շատ կարևոր քայլ է, շատ կարևոր բարեփոխում է, առաջին քայլն է, որ մենք անում ենք, բայց այստեղ դեռևս անելիքներ ունենք, որոնք պետք է հաջորդիվ գան։ Իսկ մենք ինչ ենք անում, պարոն Խուդացյան, որպեսզի կուտակիչների տեղադրումը եւ ներդրումը խրախուսենք, թե դեռ այս առաջի քայլը անում ենք խրախուսման մասին հետո ենք անելու։ Պարոն վարչապետ, փաստացի սկսում ենք այս կետից, բայց նաև հանրային ծառայությունների կարգավորող մարմնին տալիս ենք բացառիկ իրավասություն, ինքը որոշի, որ կայանները ըստ անհրաժեշտության լիազոր մարմնի կողմից արձանագրելու դեպքում ինչ ժամանակով հանի էներգոհամակարգից։ Հետևաբար այն կայանները, որոնք շահագրգռված են միշտ մնալ էներգոհամակարգում, պիտի պահեստավորեն։ Այսինքն այլ տարբերակ մենք այստեղ չունենք։ Ինչի չունենք այլ տարբերակ, որտեղ վերջին տարվա ընթացքում մեր էներգոհամակարգի ընդհանուր արտադրանքի շուրջ 14%-ը, շուրջ 14%-ը արտադրվել է արևային կայանների կողմից։ Այս իրականում մեծ ծավալ է եւ հիմա մենք ունենք դրվածքային 1150 մեգավատ հզորությամբ արևային կայաններ եւ եւս 1000, այսինքն ընդհանուր 1304 մեգավատ կլինի, եթե հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաներով բոլոր կայանները կառուցվեն։ Հետևաբար առանց այս կարգավորման հնարավոր չի։ Այսինքն հիմա մենք լրացուցիչ այդ կուտակիչ կայաններ ստեղծելու ուղղությամբ լրացուցիչ խթանման միջոցներ դեռ չենք սահմանում։ Քննարկել ենք, պարոն վարչապետ։ Այս պահին չենք սահմանում։ Այս պահին չենք սահմանում, բայց աշխատանքային օրակարգում կա ռենովացիայի ծրագրի որոշակի մոտեցումներ կուտակիչ կայանների մասով կամ այն արևային կայանների մասով, որոնք պարտադիր բաղադրիչով կունենան կուտակիչ կայաններ, կամ միայն կուտակիչ կայանների տեղադրման մասով արդեն տեղադրված արևային կայաններին։ Շատ լավ։ Համեցեք, պարոն Մեսրոպ։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, անդրադառնալով ձեր նախորդ հարցին, ամբողջ խնդիրը այն է, որ առաջանցիկ տեմպերով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հատկապես արևային կայանների թռիչքաձև աճ է տեղի ունեցել եւ արևային կայանների աշխատանքի բնույթից ելնելով նրանք տատանվող հզորությամբ աշխատող կայաններ են եւ ինչն էլ իր հերթին հաճախ բերում է լարման տատանումների, հաճախականության շեղման եւ ռազմավարության ոլորտի զարգացման ռազմավարության մինչև 2040 թվականի ռազմավարության համաձայն 2030 թվականին մենք պետք է ունենայինք հանրապետությունում 1000 մեգավատ արևային կայաններ, բայց արդեն 25 թվականի ավարտին այդ հզորությունը գերազանցում էր 1000 մեգավատը եւ մարտի 1-ի դրությամբ 26 թվականի մենք գումարային արևային կայանների հզորությունը հասնում է 1141 մեգավատի, որից 479 մեգավատը արդյունաբերական արևային կայաններն են եւ 662 մեգավատը ինքնավար տանիքներին տեղադրված արևային կայաններն են։ Նրան գումարած ընթացքի մեջ է 170 մեգավատի արդեն տրված նախկինում տրված լիցենզիաներ, որոնք եւս պետք է առաջիկայում կառուցվեն եւ հետեւաբար հարցի կարգավորման հիմնական գործիքներից մեկը էլեկտրական եւ էներգետիկական ռեժիմների կարգավորման առումով այսպիսի կայանների ներդրումն է եւ լիցենզավորման օրենքում համապատասխան փոփոխություն ունենալն է։ Իհարկե հետագայում այս հարցին կգա օգնելու Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան օդային գծերի գոյությունը նոր կառուցված ենթակառուցվածքները, որոնք նույնպես կօգնեն այս հարցի կարգավորմանը, բայց այս պահին նման օրենքի փոփոխությամբ մենք փորձում ենք առաջնահերթ կարգով կարգավորել խնդիրը։ Մի քիչ ավելի պարզ եթե ասենք, պարոն վարչապետ, բարեփոխման իմաստը հետևյալն է, մենք շուկային ասում ենք կառուցեք պահեստներ, մենք ձեզնից կվարձակալենք։ Սա իրավական հիմքն է, որպեսզի մենք շուկային վարձակալության վճար տանք եւ երաշխիք ստեղծենք, որպեսզի մոտավորապես այս sense աշխատելու։ Այս որոշմամբ դա չի սահմանում։ Բայց սա իրավական հիմքն է դնում, որպեսզի շուկան երաշխիք ունենա, որ դա աշխատելու է։ Համեցեք, պարոն Պապյան։
Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ կարող ենք կառավարության արտադրողականության խթանման ծրագրի մեջ նախատեսել այս գործիքը նույնիսկ արդեն, որովհետև մինչև 1 մեգավատի դեպքում որևէ լիցենզիայի կարիք չկա, 1-ից հետոյի դեպքում արդեն նոր կարգավորումներով կսահմանվի։ Շատ լավ, համեցեք, պարոն։ Ես կցանկանայի նշել այս բարեփոխման կարևորության մասին հենց տեխնոլոգիաների զարգացման համատեքստում։ Գաղտնիք չէ, որ առաջադեմ տարբեր տեխնոլոգիաներով գործող, բարձր արտադրողականությամբ աշխատող տվյալային կենտրոնների համար էներգիան կենսական կարևորություն ունի եւ տարբեր երկրների արտահանման թույլտվությունները տրամադրելիս էներգիայի պաշարների հարցը կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Ինչպես պարոն Մեսրոպյանը նշեց, այս բարեփոխմամբ ոչ միայն մենք հնարավորություն ենք տալիս կուտակելու, այլև ապահովելու կայուն էներգիա, ինչը տվյալային կենտրոնների աշխատանքի համար կենսական նշանակություն ունի եւ առանցքային նշանակություն ունի։ Եվ երկրորդը, քանի դեռ մենք դեռևս չենք եկել շատ կոնկրետ խրախուսող գործիքների ներդրման, ասեմ, որ իմ պատկերացմամբ ինքնին նմանատիպ մեծամասշտաբ նախագծերի իրականացումը ստեղծում է նաև պահանջարկ բիզնեսի մյուս տեսակների համար եւ արդեն այսօր ես կարող եմ ասել, որ տարատեսակ տվյալային կենտրոնների կառուցման մեջ ներդրում կատարող ընկերությունները արդեն փնտրում են այլ ներդրողների, որոնք որ հենց կուտակիչ կայանների մեջ պատրաստ են նոր ներդրումներ կատարել, այսինքն բիզնեսի հետ արդեն սկսել է աշխատել այս ուղղությամբ։ Շատ լավ։ Պարոն Խուդացյան, պարոն Մեսրոպյան, որպեսզի պատկերացում կազմենք ճիշտ, 1 մեգավատ հզորությամբ կուտակիչ կայանը այդ ինչ կարիք կարող է բավարարի, այսինքն ենթադրենք առանձնատուն 1 մեգավատանոց կուտակիչ կայան, քանի առանձնատուն կարա օգտագործի, այսինքն որ իր ենթադրենք այդ կուտակիչ կայանը ամբողջությամբ բանը լիցքավորված է, քանի առանձնատուն կամ բնակարան կարող է այդ օգտագործել։ Պարոն վարչապետ, Եվ ինչքան, քանի օր։ 15 կիլովատ հզորությամբ կուտակիչ կայանը կամ արևային կայանի արտադրած էներգիան բավարար է մի նորմալ առանձնատան, որը իր այդ թվում նաև ջեռուցման կարիքները ձմեռվա ամիսներին եւ ամռան ամիսներին սառեցման կարիքները հոգում է էլեկտրաէներգիայի միջոցով ոչ թե գազի եւ եթե այդ ընտանիքը շահագործի նաև մի էլեկտրամոբիլ մոտավորապես 15 կիլովատ հզորությամբ արևային կայանը իրան թույլ է տալիս լայնորեն կիրառել այս հնարավորությունները։ Հիմա 1000 մեգավատանոց կայանը կարող ենք ասել, որ մոտավորապես 60 տան կարիքները կհոգա։ Ավելի քան։ Հա? 1 մեգավատ Որ հզորությամբ ասում ենք, որ լիցենզիայի կարիք չունի, 1 մեգավատ չէիք ասում։ 1 մեգավատի մասին է, այո, 1 մեգավատը առնվազն 60 տան բանվա։ Ինչ է սխալ ասցի։ Հա, 1000 ասցի, 1000 մի մեգավատը կարա ապահովի մոտավորապես 60 Ավելի քան 60 տան էլեկտրաէներգիա։ 60 տան կարիք։ Հիմա սա նշանակում է արդյոք, որ 60 մի հատ թախ կարա այսօր մեզ լսի, բանը երեկոյան որ զրուցանում հավաքված նարդիկան բլոտ խաղալիս լնեն, ասեն չհավաքվենք, մի մեգավատանոց, ճիշտ ասցի, մի մեգավատանոց բան կուտակիչ դնենք, ես մեր թաղի հարցերը լուծենք։ Կարա տենց բան։ Եվ թաղը կապրի առանց էլեկտրաէներգիայի անջատումների։ Այս ամենակարևորն է, որովհետև պարոն վարչապետ, իրականում մեր մոտ արևային էներգետիկան տարածաշրջանի համեմատ բավական լավ դիրքերում է գտնվում, ես դրա մասին առիթ ունեցել եմ ձեզ զեկուցելու, բայց հիմնական խնդիրը էլեկտրաէներգիայի, այսինքն արևայինների մասով ինչն է, դրա գրաֆիկը հաստատուն չի։ Այսինքն ինքը արտադրվում է խիստ սեզոնային ամիսներին, օրվա որոշակի ժամերին։ Մենք դա բերում ենք հաստատուն գրաֆիկ։ Այսինքն կուտակիչ կայանը մեզ այդ հնարավորություն է։ Արև կա, հոսանք կա, արև չկա, հոսանք չկա։ Հիմա պետք է անենց անել, որ երբ որ արև կա, հոսանք համ օգտագործվի, համ լիցքավորվի, այսինքն էլեմենտը, մեծ էլեմենտը, մի մեգավատանոց էլեմենտը լիցքավորեն կամ բանը, ինչ մենք հեռախոսները դնում ենք լիցքավորման, չէ՞, հեռախոսանման տունն էլ ես դնում լիցքավորման, հետո արևը գնում է, բան ես անում, օգտագործում ես, մինչև արևը նորից գալիս է։
բայց պետքա սրա համար ֆոտովոլտային կայան էլ ունենալ, որ արտադրի։ Չնայած ուրիշ աղբյուրներից էլ կարելի է լիցքավորել դա։ Շատ լավ, հարգելի գործընկեր, համեցեք բան։ Պարոն վարչապետ, որպեսզի շփոթ չառաջանա այս քննարկման հետևանքով, ես ուզում եմ հետևյալը ավելացնել, երբ որ 1 մեգավատ հզորություն ասում ենք տեղակայված պահեստային կայանի մասին, եթե խոսքը գնում է, 1 մեգավատ հզորությամբ կայանը դա նշանակում է արևային ժամերի քանակը, եթե ընդունենք առավելագույնս 5 ժամ, ինքը ունենում է 5 մեգավատ ժամ արդեն էլեկտրաէներգիայի ունակություն։ Եվ 5 մեգավատ ժամը կարող է ձեր նշած քաղաքացիների պահանջները բավարարել լրացուցիչ եւս 5 ժամով, ոչ թե 24 ժամով, որպեսզի հետո Շատ լավ։ Հա, իսկականից մի հատ հետևյալը։ Հիմա հարգելի գործընկերներ, վերջին շրջանում, վերջին տարիներին արդեն մենք շատ հաճախ ենք խոսում ժամանակների պատմական լինելու եւ մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին։ Ես ուզում եմ ասեմ, որ հիմա մեր ժամանակները պատմական են նաեւ էներգետիկայի առումով, որովհետեւ մենք սովորենք մեր ավանդույթից եւ պատմությունից, որ մեր մեծագույն խնդիրներից մեկն է նա, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Հիմա ոչ մի բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը նկատի ունեմ մեր աշխարհագրական դիրքում, տեղում բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք, եւ այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, առավոտ գալիս է, իրիկունը գնում է եւ դա արևն է։ Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Ինչ է սա նշանակում։ Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ որ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք։ Բայց ինչա պետք սրա համար։ Սրա համար առաջին հերթին պետքա մտածողության փոփոխություն, էներգետիկ մտածողության փոփոխություն։ Ես հիշում եմ այս շենքում առնվազն 5-6 քննարկում, որտեղ մենք խոսել ենք այս թեմաների մասին եւ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ արձագանքն եղել է, որ չէ, դա չի լինի, դա հնարավոր չի, դա տենց չի, չգիտեմ, էլեկտրաէներգիան լինում այսպես, բարդ բանաձևեր, գրատախտակի վրա, A քառակուսի գումարած B քառակուսի, բաժանած այսքանի, բազմապատկած այսքանով, հավասար է 0, դրան գումարում ենք այսքան եւ այլն եւ այլն։ Բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետեւ մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում։ Քաղաքական կամք ենք ցուցաբերել եւ հիմա տեսեք, մենք հիմա անընդհատ խոսվում է նրա մասին, որ տեսեք, մենք ատոմական պիտի կառուցենք, որը պիտի կառուցենք, երբ պիտի կառուցենք, ինչքան պիտի կառուցենք, որտեղ պիտի կառուցենք, բայց ես նախորդ նիստերից մեկում ասացի, որ մենք այս բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 2 մեծամորի ատոմակայան ենք ստեղծել։ Այսինքն 1141 մեգավատը բանի ատոմակայանի հզորությունը դրվածքային 400 մեգավատ է։ Այսինքն 450 460, այսինքն 2 անգամ 460, այսինքն 2-ից ավել մենք ատոմակայան ենք ստեղծել, ընդ որում ես հիշում եմ մեր քննարկումներից, երբ որ մեր հարգելի էներգետիկ գործընկերները ասում են, որ կա ակտիվ եւ ռեակտիվ էլեկտրաէներգիա եւ այլն, արևայինը չգիտեմ, այն մեկն է արտադրում, առանց նրա այն մեկը չի լինի։ Վերջերս Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում ես լավ նորությունով վերադարձա, որովհետև պարզվեց, որ արևային տեխնոլոգիաներով արդեն իսկ արտադրվում է եւ ակտիվ, եւ ռեակտիվ, եւ մնացած բոլոր, այսինքն բանի այն որ ելնում են, չէ, հացի տեսակներ կան, ենթադրենք բան, լավաշ, մատնաքաշ, չգիտեմ, ինչ բան բուխանկա, էլ ինչ տեսակներ կա, հիմա այդ բանի էլեկտրական հացի բոլոր տեսակները արևային էներգետիկան արտադրում է։ Հիմա մեզ պետք է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի մենք, երբ որ արևը եկավ, իր էներգիան վերցնենք եւ
մեր էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի, նորից հետ կգա, եւ մեր ռազմավարությունները պետքա հենվեն սրա վրա։ Բայց ելի եմ ասում, մեր եւ ոլորտի մասնագետների եւ ընդհանրապես մեր բոլորի էներգետիկ մտածողությունը պետքա փոխվի։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, մենք Գերմանիա կատարած այցի ընթացքում այցելեցինք նաեւ մի տեխնոլոգիական քաղաք, որտեղ ամենաշատը մեզ զարմացրեց մի բան, թե ինչպես է այդ քաղաքի որոշ հատվածներում օգտագործված էլեկտրոմոբիլների օգտագործված կուտակիչներով, որոնք պիտանի չեն արդեն մեքենայի համար, որովհետև այդտեղ իր հզորության եւ այլն հետ կապված հարցեր կա, օգտագործվում շենքերի շինությունների էներգետիկ կարիքները հոգալու համար։ Եվ մենք մտանք այդ տարածքը եւ ճիշտն ասած ապշած էինք, որ տենց շարած էին, պարոն Միրզյանը ելով կար, պարոն Պապոյաններ այնտեղ, եւ նկատի ունեմ, այստեղ էլ էներգետիկ ոլորտում մեր առաջի գործը սովորելն է, սովորելը ոլորտի մասնագետները, ամենահարգելի մասնագետները եւ մենք բոլորս պետքա սովորենք, թե ինչ նշանակում էներգետիկա 21-րդ դարում, որովհետեւ այն էներգետիկան, ոնց որ գյուղատնտեսությունը, այն գյուղատնտեսությունը, որը մենք գիտեինք կամ գիտենք, հաջորդ 20 տարի հետո այլևս չի լինելու։ Այն էներգետիկան, որը մենք այսօր գիտենք, այդ էներգետիկայի առնվազն 70%-ը 30-40 տարի հետո այլևս չի լինելու եւ էներգետիկան ամբողջությամբ փոխվելու է։ Եվ հետեւաբար մենք պետքա ներգրվենք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ եւ սա համաձայն եմ առաջին քայլն է։ Հաջորդիվ էլի քայլեր են լինելու։ Այստեղ արդեն մենք գոնե որ պատկերացնում ենք առնվազն 4-5 քայլ կա, որոնք շուկան կարգավորելու եւ էլեկտրաէներգիայի բաշխումները ապահովելու մասին են, բայց այս առաջին քայլը անում ենք եւ մենք պետքա այս ճանապարհով շարունակաբար գնանք։ Իհարկե մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք նաեւ կանաչ ջրածնի արտադրության եւ օգտագործման շուրջ, որը ուղիղ կապ ունի այս թեմայի հետ, որովհետեւ կանաչ ջրածինը այն ջրածինն է, որը արտադրվում է արևային էլեկտրաէներգիայից, այսինքն այդ արևային էներգիան արտադրված հոսանք օգտագործում է ջրածին արտադրելու համար, որը արդեն որպես գազ օգտագործվում է արդեն գիշերային կամ այլ անհրաժեշտ ժամերին կուտակման ուրիշ կուտակման եղանակ էլ կա, երբ որ ջրային կուտակման եղանակը, երբ որ ցերեկները ջուրը մղվում է ջրամբար, գիշերը բաց է թողնվում եւ այդ հիդրո կայանները արտադրում։ Այսինքն անընդհատ նոր բաներ են գալիս, նոր տեխնոլոգիաներ են գալիս եւ մեր խնդիրը հետեւյալ եւ մանավանդ այսօր մեր հարաբերությունները այդ տեխնոլոգիաները կրող երկրների եւ կենտրոնների հետ մեզ թույլ են տալիս, որպես մենք հասանելիություն ունենանք առնվազն նախնական մակարդակում եւ մենք պետք է ավելի ու ավելի շատ մեծ ուշադրություն դարձնենք։ Եվ պարոն Խուդայցյան, ես այս խնդիրը առաջադրում եմ, պարոն Մեսրոպյան, նաեւ գիտեք ինչ, ոչ միայն հարգալից բան չկա, երբ որ մենք ասում ենք, որ ոլորտի մեր մասնագետները պետք է վերապատրաստվեն։ Դրա վրա պետք է ռեսուրս ծախսել։ Հարգելի գործընկերներ, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ես կառավարման ակադեմիա գնում եմ դասերի եւ դա լուսաբանում եմ, որ երբ որ մենք խոսում ենք, ընդ որում ձևական չեմ գնում, պարտաճանաչ գնում եմ դասերի, նստում եմ դաս եմ անում։ Եվ դա անում եմ այդ թվում նրա համար, այլոց բացի նրանից, որ դա ինձ պետք է ուղղակի, այդ թվում նրա համար, որ ոչ մեկի համար բան չհնչի, որ ես ասում եմ, որ մենք պետք է սովորենք, որ պետք է վերապատրաստվենք, բոլորին է վերաբերվում։ Եվ դա վերաբերվում է նաև էներգետիկ ոլորտի մեր հարգելի մասնագետներին, որովհետև 70-ականների ընդհանրապես որևէ գիտելիք, որևէ բանի մասին որևէ գիտելիք, որը չի թարմանում այսօրվա ամենավերջին տվյալով, ինքը խնդրահարույց է, ինքը չի կորում ոչ միտեղ, բայց անդադ նոր շերտեր են հայտնվում այդ գիտելիքի եւ այդ բազան շատ լավ է, որ այդ գիտելիքը մենք ավելի արդյունավետ ծառայեցնենք մեր երկրի զարգացման օրակարգին։
ու սա process-ի շատ կարևոր մասն է, պետք է գործակցել, համագործակցել եւ սա շատ ոլորտների է վերաբերում։ Օրինակ Տիկին Անդրեասյան երեք Մոսկվա կատարած այցի ընթացքում մենք նաեւ այլոց շարքում քննարկել ենք նաեւ այդ հարցը եւ դա իմ տպավորությունն է, էլի ոչ մասնագիտական, որ օրինակ Ռուսաստանի Մոսկվայի մեծ թատրոնը, մասնավորապես բալետի զարգացման ոլորտում մեզ պետք է աջակցի, որովհետեւ ակնհայտ է, որ այո, լավ է, մենք տեսնում ենք, որ մեր բալետը զարգանում է օրինակ, բայց ակնհայտ է, որ օրինակ մեծ թատրոնի մակարդակին հասնելու համար մենք այս տեպով մի 300 տարի պետք է զարգանանք։ Մեզ պետք չի ամաչել, նեղվել, պետք է ասել այո, խնդրում ենք եկեք մեզ աջակցեք։ Եվ այս մտածողության փոփոխությունը է սա, որ մենք բան չանենք, չհավաքվենք իրար գովենք, ասենք գիտեք, էս, պետք է շատ լուրջ բոլոր ուղղություններով, այն կենտրոններում, որտեղ կա լավագույն փորձը, մենք պետք է հասանելիություն ստանանք եւ մեր հարաբերությունների համատեքստում նաեւ այդ խնդիրները լուծենք։ Որովհետև մեզ պետքա, որ այն ինչ որ մենք ունենք լավ է, բայց մեզ պետքա դա բան անել, կրկնապատկել, եռապատկել, մեծ ամբիցիաներ ունենալ թատրոնի ոլորտում, օպերայի ոլորտում, բալետի ոլորտում, երաժշտության ոլորտում եւ այլն եւ այլն։ Օրինակ ինձ միշտ զարմացնում է, որ մենք տենց շատ գոհ ենք։ Հա, էլի գոհ ենք, որովհետև հա ված չի։ Բայց մենք հասկանում ենք, որ ասենք 1000 ներողություն, մենք ունենք շատ լավ բան, դասական երաժշտության նվագախմբեր։ Ունենք շատ լավ, շատ գոհ ենք, խոնարհվում ենք, գնահատում ենք եւ այլն։ Բայց ես ոչ միտեղ չեմ լսել, որ մեկը ասի, լսել եք բանը, Երևանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը լսել եք։ Լսել եք, այն օրը գնացել ենք, մենք ցնցված ենք ուղակի, բայց լսել եմ, որ տենց ասում են Վեննայի բանի մասին, նվագախմբի մասին եւ այլն։ Սա մտածողությունն է սա, մտածողության փոփոխությունն է սա։ Որ ոչ մեկ բան չի առնում, տոմս չի առնում, երկու ինքնաթիռ չեն նստում, գալիս Երևան, որպեսզի գնան ինչ որ մի ներկայացում նայելու համար։ Բայց աշխարհում բազմաթիվ տենց հոսքեր կան, մենք այդ հոսքերից դուրս ենք, մեզ չի հետաքրքրում դա։ Մենք սենց փակվել ենք, ասում ենք դե լավ, դե պլյուս մինուս 5000 դրամ աշխատավարձը ավելացավ, եկեք բոլորս գոհ ուրախ երջանիկ բան անենք։ Սա վատ է, սա շատ վատ է։ Սա այն չի, ինչ որ մեզ պետք է։ Եվ հիմա տենց երկու ոլորտի մասին ասի, բայց բոլոր ոլորտն է, տենց ոլորտ չկա, որին դա չի վերաբերվում։ Չկա տենց ոլորտ, որին դա չի վերաբերվում։ Եվ դա արտահայտված է մեր հնայայով։ Հա մենք ուրախացել ենք, որ մեր հնան ինչ են կարել, ահագին աճացրել ենք, քանի տոկոսի մի անվանական ուրիշ է, իրական 50 քանի տոկոս չէ, մեր հնան ավելացրել ենք, բայց հիմա մենք նայենք աշխարհի որ երրորդ տեղում ենք։ Մեր հնան է դա ցույց տալիս։ Եվ մենք պետք է առերեսվենք այս փաստերի հետ, հակառակ դեպքում մենք ինչ տեղապտույտի կամ դանդաղ տենց, ինչպես մենք մի հատ լավ բառ ունենք, քրքաշ, տենց կամաց բան ենք անում, շարժվում ենք, վատ չի որ շարժվում ենք, բայց էլի եմ ասում, այն ինչ որ արել ենք, լավ է, բայց մենք պետք է փոխենք ընդհանրապես մեր մտածողության եւ մեր ընկալման, այդ թվում ինքնաընկալման բանաձևերը։ Հաջորդ այդ բանը, որ մենք որ իրար հետ խոսում ենք, դե աշխարհում բոլորը մեզ գիտեն, ամենուր բոլորը գիտեն, եւ հայերին, եւ Հայաստանը։ Ես դες հավաստիացնում եմ, որ հայերին եւ Հայաստանը գիտեն նրանք, ովքեր ուղիղ գործ են ունեցել ինչ որ ձևով պլյուս մինուս ինչ որ մի տոկոս։ Ինչ բոլորը չեք հանդիպել իրավիճակի, որ ասում են որ դեիցեք, ասում ենք Հայաստանից, ասում են Ռումենիա, Ալբանիա եւ այլն։ Հա, բայց հետո է զարմանում ենք, ասում ենք ոնց եղավ, բան, սա, բայց դա իրականությունն է, պետք է առերեսվենք այդ իրականության հետ։ Ու ինչքան պետք է չխոսանք այս ամեն ինչի մասին։ Շատ լավ, էներգետիկայից տեսեք ուր հասանք։ Բայց էներգետիկան հիմա ամեն ինչի հիմքն է։ Իմիջիայլոց էներգետիկան
քաղաքակրթական ցուցիչը։ Ինչքան է երկիրը արտադրում էլեկտրական էներգիա եւ ինչքան է սպառում, դա քաղաքակրթության ցուցիչը, դա հնայի նման նույնիսկ դա հնայում էլ արտադրվում, բայց ինչքան դու սպառում ես էլեկտրական էներգիա, նշանակում է կյանքի որակը քո մոտ ավելի լավն է, քո զարգացության մակարդակը ավելի բարձր է, կենսամակարդակը ավելի բարձր է, քաղաքակրթության մակարդակը ավելի բարձր է, ակնհայտ բան է։ Համեցեք, պարոն Խոտացյան։ Պարոն վարչապետ, մենք ընդհանուր էներգիա համակարգում արևային էներգիայի արտադրանքի ծավալով աշխարհում վստահաբար առաջատարների թվում ենք եւ հաշվի առնելով նոր ձեր ասացի հետ Շատ լավ ամփոփում էր իմ խոսքի։ Հա, մի բան անցավ իմ մտքով, մենք 2025 թվականի ընթացքում 2026 թվականին Չինը Սան Ֆրանցիսկոն է, չէ՞։ կնայենք առաջին հավանա։ Չէ, իրականում պարոն վարչապետ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք 2026 թվականի ընթացքում շահագործման ժամկետի երկարացման ծրագրով պայմանավորված Մեծամորի ատոմակայանը երեկվանից 5 ամիս հանել ենք շահագործումից, ամենայն հավանականությամբ 2026 թվականին մեր արևային կայանները արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլինի Մեծամորի ատոմակայանը։ Այդ թվերը իրար համադրելի կլինեն վստահաբար։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես բնականաբար համաձայն եմ, որ մենք շատ աշխատելու տեղ ունենք եւ իրականում որակական փոփոխությունների կարիք կան բոլոր ոլորտներում, բայց ուզում եմ նաեւ նկատենք այն մեծ ջանքը, որը դրվում է մեր տարբեր մշակութային հաստատությունների կողմից եւ պետք է ասեմ, որ վերջի տարիների որակական փոփոխությունները զգալի են։ Օրինակ մեր օպերային թատրոնը բոլորովին վերջերս ընդգրկվել է օպերային թատրոնների միջազգային ցանցի մեջ եւ հայտնվել է այն ձեր ասած հարթակում, որը տեսանելի է դարձնում աշխատանքը եւ որը թույլ է տալիս ներողություն ներկայացումները վաճառել նաեւ դրսում։ Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ նույն օպերային թատրոնի մասին եթե խոսում ենք, ապա առաջիկայում նաև նախատեսված են հյուրախաղեր եւ համերգներ հենց նույն Մոսկվայի մեծ թատրոնի կողմից եւ նախորդ տարի ամռանն էլ այստեղ հյուրախաղեր էին ռուսաստանյան տարբեր մշակութային հաստատությունների կողմից ամբողջ օգոստոսը ըստ էության օպերային թատրոնի բեմում նրանք հանդես էին գալիս եւ սա նաեւ փոխադարձ սովորելու ընթացք է։ Եվ ուզում եմ նաև տեղեկացնել, որ օպերային թատրոնը Լա Սկալայի հետ ունի հուշագիր եւ ուղարկում է նաև մասնագետներ այնտեղ սովորելու։ Եվ այդ համագործակցության շատ կարևոր մասը հենց կրթությունն է, եւ սա նշանակում է, որ մենք այո պետք է ընդունենք եւ հասկանանք, որ սովորելու կարիք ունենք եւ այդ սովորելը պետք է լինի աշխատանքի միջոցով, որովհետեւ նախորդ շաբաթ օրինակ պայացների առաջնախաղներ թատրոնում եւ պետք է ասեմ, որ իտալացի բեմադրիչների ռեժիսորների մասնակցությամբ դրված այդ ներկայացումը որակական լուրջ փոփոխություն էր եւ սա ոչ միայն առանձին ներկայացում է, այլ սա process է, որի ընթացքում իրենք սովորում են։ Բայց ասածս այն է, որ սա անընդհատ process է, ես շատ ուրախ եմ, որ մեր ոլորտի հաստատությունները արդեն մեծ ջանքեր այդ ուղղությամբ դրել են եւ այդ փոփոխությունները տեսանելի են, դրանք պիտի շարունակվեն եւ վստահաբար պիտի նաեւ մյուս ոլորտները բաց լինեն։ Ամենակարևորը կարծում եմ, պարոն վարչապետ, բաց լինելն է այդ համագործակցությունների եւ այդ փոխանակումների համար, որը նկատում եմ, որ տեղի է ունենում եւ պետք է շարունակվի։ Շնորհակալություն։ Շատ լավ, ես օրինակ իմացա, որ կան թատրոններ, այդ թվում օպերային եւ դասական երաժշտության եւ ոչ միայն դասական, որտեղ թատրոններ տոմսերը վաճառվում են, ասենք օրինակ առցանց աճուրդների միջոցով եւ այդպիսի ներկայացումներ կան եւ հույս ունեմ հաջորդիվ Հայաստանում չկա, չէ՞, տենց բան, որ աճուրդով տոմս վաճառվի։ Թե կա։ Աճուրդով տոմսի վաճառք դեռևս չունենք, բայց մենք ունենք շատ ներկայացումներ, որոնց տոմսերի վաճառքը մեկնարկում է եւ գրեթե մեկ օրվա ընթացքում ավարտվում է, պարոն վարչապետ։ Շատ լավ, ես կարծում եմ, որ ցուցիչներ կան, մենք պետք է այդ ցուցիչներով շարժվենք։ Այսինքն հաջորդ հանգրվանն է նա, որ մեր մոտ էլ թատրոնների եւ ներկայացումների տոմսերը աճուրդով վաճառվեն եւ ոչ թե դահլիճներ լցնելու համար մենք անթիվ հրավիրատոմսեր բաժանենք, մենք ոնց որ թե հաղթահարել ենք այդ փուլը կամ առնվազն հաղթահարում ենք, բայց ելի եմ ասում, հարգելի գործընկերներ, իմ ասածը այն չի, որ հիմա եթե մենք խոսենք այդ ժանրով,
Մենք կարող ենք ասել, ասեցի արդեն, երկու ատոմակայան ենք կարող ստեղծել Հայաստանում։ Եվ հիմա մենք կարող ենք նաև մեր մշակութային հաստատությունների ֆինանսավորման սխեմաների փոփոխության մասին եւ դրա արդյունքների մասին խոսալ։ Բայց ելն եմ ասում, մենք պետքա ինչքան մեր հաջողություններ արձանագրում ենք, այդքանը պետքա ինքնակնդադատաբար վերաբերվենք, որովհետեւ այն կետում, որտեղ մենք հիմա հասնում ենք, առաջատարները դրան հասել են 53 տարի առաջ։ Այդ նշանակում է մենք 53 տարի հետ ենք աշխարհից։ Մենք կարանք սրա մասին չխոսենք, ասենք դե լավ է, ստեղ ենք, ոնց որ թե նորմալ ամեն ինչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Ընդ որում մենք չենք կարա 53 տարի սպասենք, որ հասնենք, որովհետև եթե 53 տարի սպասենք, 53 տարի հետո իրանք 300 տարի են առաջ լինելու։ Մեզ պետքա մեր արագություն, դրա մասին էլ եմ խոսում, ընդհանրապես մեր արագությունները պետքա փոխել։ Բայց դա առաջին հերթին մտածողության մակարդակի փոփոխություն է, որ ասում են կոմֆորտ զոնայից պետքա դուրս գալ, մենք անընդհատ մեր կոմֆորտ զոնաներից պետքա դուրս գանք։ Ես դժգոհ չեմ։ Ես մեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ կարանք մենք բան անենք, տենց գոհության մթնոլորտում լճացման մեջ ընկնենք եւ դա պետքա թույլ չտալ որևէ կերպ։ Եվ էլի ասում եմ, դրա ճանապարհը կրթությունն է բոլոր ոլորտներում, բոլոր առանց բացառության բոլոր ոլորտներում։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 37-ը հետադարձ հիփոթեկի ինստիտուտը ներդնելու վերաբերյալ։ Զեկուցող կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան, համեցեք, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում մի շարք օրենքներում փոփոխություններ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որը բովանդակային առումով իր մեջ ներառում է երկու նոր ինստիտուտների եւ գաղափարների ներդրմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ։ Դրանից առաջին, ինչպես դուք նշեցիք, վերաբերվում է հետադարձ հիփոթեկի ինստիտուտի ներդրմանը եւ երկրորդը վերաբերվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտի ներդրմանը եւ թույլ տվեք մի փոքր մանրամասնել, թե ինչ են սրանք իրենցից ներկայացնում։ Մեծարգո վարչապետ, ինչպես նշեցիք, բավականաչափ մեծ գործիքակազմեր կան, որոնք որ զարգացած երկրներում ներընտրվել 50 տարի եւ ավել առաջ, օրինակ հետադարձ հիփոթեկի ինստիտուտը դրանցից մեկն է, որը ներդրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտավորապես հենց այդքան տարի առաջ եւ գործում է եւ հնարավորություն է տալիս թոշակառու տարիքի անցած անձանց որոշակի առումով իրենց սեփականության պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ։ Մեր աշխատանքի ամբողջ ընթացքում, գործունեության ամբողջ ընթացքում երևի թե մեր կյանքի ամենաթանկ ձեռքբերումը դա հենց հանդես է գալիս անշարժ գույքը, որը որ մենք ձեռք ենք բերում մեր աշխատանքի ստացած